Սիրելի ժողովուրդ, նախ ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ բուռն ծափերով ողջունենք իրար եւ պատշգամբներից տեսեք իրանք էլ մեզ են ծափ տալիս, տեսեք պատուհաններից իրանք էլ մեզ են ծափ տալիս եւ մենք այսօր եւ իհարկե ընթացած հավաքի մասշտաբները փոխվում են, որովհետեւ մարդիկ միանում են, հետո ուրիշ մարդիկ են միանում, հետո այլ թաղում ուրիշ մարդիկ։ Գիտեք, ես այսօր ինչ-որ զգացողության փոփոխություն ունեմ, որովհետև մենք մայիսի 8-ից քարոզարշավ ենք իրականացնում եւ պիտի անկեղծ ասեմ, որ բոլոր տեղերում քարոզարշավը անցնում է փայլուն։ Բայց այսօր մի ինչ-որ բան այլ կերպ է, մի ինչ-որ նոր էմոցիա կա, մի ինչ-որ նոր էներգիա կա, մի ինչ-որ նոր բան կա, եւ ես կարող եմ ասել, որ Աջափնյակում այսօր ամսի քանիսն է, արդեն մայիսի 14-ին Աջափնյակում այս ողջ քաղաքական process-ի ինչ-որ մի հատ բեկում է այսօր տեղի ունեցել, որը դեռ պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել կարևորը, բայց ես ուզում եմ, որ մենք մայիսի 14-ին եւ Աջափնյակին բուռն ծափերով ծափահարենք եւ ողջունենք։ Որովհետև այսօրը հաստատում է այն, ինչի մասին մենք խոսում էինք բավականին երկար ժամանակ։ Մենք խոսում էինք նրա մասին, որ մենք մտածում ենք մեր ժողովրդի հետ, մենք արտաշնչում ենք մեր ժողովրդի հետ, մենք օրգանական կապով ենք կապված մեր ժողովրդի հետ, այն բոլոր ցավերը, որ մենք ենք զգում է մեր ժողովուրդը, այն բոլոր ցավերը, որ մեր ժողովուրդն է զգում ենք մենք, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը իրենք մի օրգանիզմի ընդհանուր մաս են եւ այսօրը թերևս դրա մասին է, որովհետև մենք այսօր մեր ժողովրդից լսել ենք գնահատականներ, բառեր, արտահայտություններ, տեսել ենք էմոցիաներ, որ պիտի անկեղծ ասեմ, բավականին անսպասելի էր իրենց ուժգնության մեջ եւ թող չափազանցություն չընչի, այսօր արդեն մենք առաջին դրսևորումներն ենք տեսնում այն երևույթի, որը տեսել էինք հեղափոխության ժամանակ, որ բակերում արդեն խորովածներ պարզվում է, իմիջայլոց պարզվում է մեր ճանապարհին էլի է սեղան դրած եղել, մենք չենք նկատել, չենք մոտեցել, ես ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև դա ինձ համար սկզբունք է, եթե որևէ տեղ մարդը հարկ է համարել մի կտոր հաց դնի, դա ամենամեծ պատիվն է, որը կարելի է մատուցել։ Եվ իհարկե բացառված է ժողովուրդ, որ ես իմանամ, եթե ես անցել եմ ուղղակի, դա նշանակում է ես դրա մասին տեղյակ չեմ։ Ինչքան էլ շտապելիս լինենք, ու միշտ է այդպես եղել, թեկուզ մի վայրկյանով, թեկուզ 15 վայրկյանով, թեկուզ 20 վայրկյանով մենք կկանգնենք անպայման այդ պատվին եւ հարգանքին, պատվով եւ հարգանքով կարձագանքենք եւ կշարունակենք մեր ճանապարհը։ Ես այսօր զգում եմ, որ նույնիսկ ելույթ ունենալու դժվարություն ունեմ, ինչի, որովհետեւ այն ամեն ինչը, որ ես պատրաստվում եմ ասել մարդկանց, այսօր ես լսել եմ մարդկանցից, դա շատ հետաքրքիր բան է։ Չէ, հետաքրքիր է, ասենք ընդհանրենք պատկերացրեք այս ամբիոնն է, որին ես պետք է մոտենամ եւ այդ ընթացքում պետք է պատրաստվեմ ելույթ ունենալու։ Եվ ես քայլում եմ մարդկանց միջով, շփվելով գալիս եմ եւ միջև հասնում եմ այստեղ, մարդիկ իրենք ասում են այն ամեն ինչը ես պատրաստվում եմ ասել։ Հենց սա է մեր օրգանական կապի ամենամեծ ապացույցը։ Սա էլի եմ ասում, սա նշանակում է, որ մեր սիրտը, մեր ընդհանուր սիրտը բաբախում է նույն զարկով, նույն ռիթմով, նույն տեմպով։ Մենք զգում ենք նույնը, ուրախանում ենք նույն բաներից, տխրում ենք նույն բաներից, ունենք նույն մտահոգությունները եւ ունենք նույն պատկերացումները, թե ինչպես պետք է գնալ առաջ։ Եվ ես էլի այնուամենայնիվ ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել։ Տեսեք, մենք շատ բաներ ունենք ասելու, մենք կարող ենք խոսել, իմիջայլոց էլի ուզում եմ ասել, որովհետեւ ես գիտեմ, որ կան մթնոլորտ կա, քննադատություն կա, ես իսկապես
խորհուրդ եմ տալիս, որ մարդիկ ուղղակի ոչ թե Երևանի հիմնական, ոչ միայն Երևանի հիմնական փողոցներով, այլ բակերով ուղղակի զբոսնեն։ Եվ բակերով զբոսնեն եւ տեսնեն են ահռելի աշխատանքը, որը իրականացրել է Երևանի քաղաքապետարանը։ Ես ուզում եմ մենք ծափերով ողջունենք Երևանի քաղաքապետարանին եւ Երևանի քաղաքապետին, ուրա քաղաքապետը նեղացավ գնաց։ Որովհետև իսկապես մենք ընդ որում Աջափնյակը առաջին թաղամասը չի, մենք Էրեբունիում ենք եղել, Այրացիայում ենք եղել, Շենգավիթում ենք եղել եւ բազմաթիվ բակերում ահռելի աշխատանք արված, ինչը չի նշանակում, որ աշխատանքը ավարտված է, բայց կարևորը որ այդ աշխատանքը մեկնարկել է եւ այդ աշխատանքը աներկբա է շարունակելու է, որովհետև այդ աշխատանքը արդեն հատել է անդառնալիության կետը։ Եվ ես ուզում եմ նաև ուրախությամբ արձանագրեմ, որ մեր քաղաքացիները ունեն բավարարվածության բարձր աստիճան առողջության ապահովագրության համակարգից, որ էլի եմ ասում, ինքը անթերի չէ, իմիջայլոց, երբեք չի լինելու անթերի, որտեղ ժողովուրդ էլ մենք պետք է հասկանանք առողջության ապահովագրությունը ու աշխարհում չկա այդպես բան, որ առողջության ապահովագրությունը 100%-ով բոլոր հնարավոր դեպքերը փակի։ Մեր առողջության ապահովագրությունը ընդհանուր ծառայությունների անվանական ցանկի 30%-ն է այս փուլում ծածկում։ Բայց դրանք այն 30%-ն են, որ ամենաշատն են բանանում, անհրաժեշտ լինում մարդկանց։ Եվ մենք այդ 30%-ը, ասենք կարող է մարդիկ 80%-ով դիմում են այդ 30%-ի համար։ Եվ մենք պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ մենք ճիշտ ենք կատարել այդ ծրագրերի ընտրությունը, որը հիմա մեր ժողովրդի շրջանում բավարարվածության մեծ մակարդակ է, մարդիկ են հանդիպում, երեք վիրահատվեցինք մի շաբաթ առաջ, 10 օր առաջ, եւ ես ուզում եմ, որ մենք նաեւ բուրըն ծափահարենք մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցել են առողջության ապահովագրության համակարգին, նաեւ առողջապահության նախարարությանը, վարչապետի աշխատակազմին, փոխվարչապետի գրասենյակին եւ մեր առողջապահական հիմնարկների, մեր բոլոր բժիշկներին եկեք բուրըն ծափահարենք, որովհետեւ այսքան ընթացքում ես չեմ հանդիպել մի դեպք, որ մարդիկ նաև բուրըն գոհունակություն չարտահայտեն առողջապահական համակարգի աշխատողներին իրենց կամեցողության, իրենց ընդունելության համար։ Հաջորդը մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ կենսաթոշակների բարձրացումը 10,000 դրամով եւ հետվճարը շատ առողջության ապահովագրության համակարգի հետ շատ ավելի մեծ էֆեկտ է ունեցել, քան մենք նույնիսկ սպասել ենք։ Մենք մի պահ կա, որ նույնիսկ չենք էլ գլխի ընկել, ոչ թե գլխի չենք ընկել, այդքան չենք մանրամասն, ես օրինակ չեմ իմացել գործընկերները, բայց թոշակառուները իրենք ասին, երբ որ կան մարդիկ, ովքեր ամեն ամիս դեղի վրա ծախսել են 10,000, 20,000, 30,000 դրամ գումար, հիմա նրանք այդ դեղերը ստանում են առողջության ապահովագրության համակարգով, ինչը նշանակում է, որ շատերի թոշակը ոչ թե 10-20 հազար դրամով է ավելացել, այլ ավելացել է 30,000, 40,000, 50,000 դրամով։ Եվ սա նույնպես շատ կարևոր ձեռքբերում է։ Ես էլ եմ ասում, մենք կարող ենք խոսել մանկապարտեզների մասին, մենք կարող ենք խոսել դպրոցների մասին, ճանապարհների մասին, գազաֆիկացման մասին, ջրամատակարարման գծերի մասին, բայց այդ ամենով հանդերձ, ինչ էլ որ ասենք, դա ամենակարևորը չէ։ Ամենակարևոր ասելիքը, որով մենք եկել ենք 2026 թվականի ընտրությունների քարոզարշավին, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ ջան, ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ ես շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Եվ ես էլի նույնը պետք է ասեմ, այսօր շատերը կասկածի տակ են դնում խաղաղությունը, կասկածի տակ են դնում այդ խաղաղությունը իսկական է թե իսկական չի, գոյություն ունի թե գոյություն չունի, եւ վստահելի է թե վստահելի չի։ Ես էլի 9 ամսեկան մեր խաղաղությունը համատում եմ 9 ամսեկան երեխայի հետ, որովհետեւ 9 ամսեկան երեխան կա, գոյություն ունի, անհատ է, մարդ է, ավելին,
Նա որ ընտանիքում կային ամսական երեխա, նա այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, տենց է թե տենց չի, ամենասիրելի անդամն է եւ ամենամեծ ուրախության առիթն է։ Եվ այդպիսին է նաեւ այսօր մեր խաղաղությունը, որովհետեւ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տրամադրություն է փոխվել եւ ես ուրախ եմ արձանագրեմ, որ մենք ուրախ ավտոբուսով ճամփա ընկանք եւ հասանք ուրախ Հայաստանին։ Մենք այսօր տեսնում ենք ուրախ Հայաստան եւ դա ամենակարևոր նորությունն է։ Եվ այդ ուրախությունը խաղաղությունն է բերել, բայց այդ խաղաղության հեղինակը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, դուք եք ժողովուրդ այդ խաղաղության հեղինակը, որովհետեւ խաղաղության օրակարգը դուք եք դրել քաղաքական առաջնահերթությունների շարքում 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Դուք եք դրել դա առաջնահերթությունների շարքում եւ մենք ուրախ ենք արձանագրել, որ մենք ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների ի վերջո կարողացել ենք հաղթահարել եւ հիմա հպարտությամբ ենք ձեզ զեկուցում, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր տված պատգամը իրագործված է, ձեր պահանջը իրագործված է եւ խաղաղությունը հաստատված է կրկին ու կրկին։ Շնորհավորում եմ բոլորին։ Բայց այդ խաղաղությունը 9 ամսական երեխայի նման խնամքի կարիք ունի, որովհետև առանց այդ խնամքի երեխան չի ապրի, ոտքի չի կանգնի, չի մեծանա։ Եվ հեսա պատճառը, գիտեք, ամենատարբեր հարցեր կան, ամենատարբեր, սկսած տնտեսական, կրթական, քաղաքական, որոնք բոլորը մեկը մեկից կարևոր են։ Բայց այս ընտրությունը առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ հերթին հետևյալի մասին է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնելու է խաղաղությանը, թե տեր չի կանգնելու խաղաղությանը։ Եվ մեր ակնկալիքն է, որ բոլորդ եւ յուրաքանչյուրդ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը եւ մենք հստակ եւ վստահ ասում ենք, որ խաղաղությանը տեր կանգնելու համար մենք ամեն ինչ արել ենք, որ այդ գործողությունը լինի հնարավորինս պարզ, որովհետև 2018 թվականից հետո մեր հասցեին շատ էր քննադատությունը, որ մենք իշխանություն ենք, բայց անդադ ցույց ենք հրավիրում, ես ենք անում, մարդկանց ասում ենք, այս ակցիան արեք, այն ակցիան արեք, եւ մենք շատ քննադատում էին, որ կառավարությունը պետք է իր լիազորությունները գործադրի եւ ոչ թե անդադ տարբեր ակցիաների կանչի մարդկանց։ Եվ հիմա մենք այս դեպքում էլ փորձել ենք խնդիրը հնարավորինս պարզեցնել եւ խնդիրը պարզեցնելով խնդիրը բերել հանգեցնել ենք հետեւյալի, որ պետք է գնալ ընտրական տեղամաս եւ քվեարկել համար 16 քվեաթերթիկով։ Իմիջիալոց հիշում եք, որ հիմա քվեարկությունը ոչ թե գրիչով է, այլ առանց գրիչի է։ Քվեաթերթիկների տրցակից պետք է վերցնել մեկը, դնել ծրարի մեջ եւ գցել սահմանված կարգով քվեատուփի մեջ եւ հետեւաբար մեր կոչն ու ակնկալիքն է, որ բոլորդ հանկարծ խնդրում ենք, որովհետեւ մթնոլորտը փոխվում է։ Մարդիկ ասում են, տեսնում ենք, հաստատ վստահ ենք, դուք եք ընտրվելու եւ այլն, հանկարծ խնդրում եմ, այս մթնոլորտը որևէ մեկին առիթ չտա, որ ասի թե մեկը ուրիշները անում են, իմ անելիքը չի։ Ժողովուրդ ջան, ես էլի կրկին ուզում եմ ասել, որ խաղաղության ճակատագիրը, պետության ճակատագիրը, ապագայի ճակատագիրը եւ Հայաստանի Հանրապետության օրակարգի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ ով է այդ մեկ մարդը, ով է այդ մեկ մարդը, ուզում եմ տեսնեմ, ով է այդ մեկ մարդը, պարոն Սիմոնյան, ով է այդ մեկ մարդը, եւ այդ ոչ, մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը, դու ես, 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 եւ այդ մեկ մարդը,
եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այսպես այս մեկ մարդկանց քաղաքացիների հավաքական ամբողջությունն է, որ կազմում է եւ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ ուժեղ ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, աջափնյակին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։